Հայոց բանակի զինվորն էությամբ պայքարող է, անկոտրում։ 44-օրյա պատերազմում մեր հերոսների ոգով հայ զինվորը նորից մարտի ելավ հայրենիքի ազատության համար մղվող պայքարում։ Ցավոք անմահացան շատերը, նրանց թվում շարքային Զորիկ Վախթանգի Շահրամանյանը, ում համար հերոսության մարմնացում էր Մոնթե Մելքոնյանը։ Ծնվել է 2002 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտում։ 2008-ից մինչև 2014 թվականը սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 2020 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի ճարտարապետություն և շինարարություն բաժինը, այնուհետև զորակոչվել պաշտպանության բանակ և պարտադիր զինվորական ծառայության անցել Հադրութի միավորման ենթակայության տակ գտնվող Արալեռ զորամասում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած Զորիկը իր ծառայակիցների հետ թեժ կետերում էր։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին Վարանդայի հատվածի Ղաղաբազար տեղամասում թշնամու օդային հարվածից։ Զոհվելուց մեկ ամիս անց դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է նրա մահը։ Զորիկ Շահրամանյանը հուղարկավորվել է նոյեմբերի 10-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զորիկ Շահրամանյանը փայլում էր իր գիտելիքներով և համեստությամբ, վայելում էր տնօրինության և ուսուցչական անձնակազմի սերն ու հարգանքը, նրա առաջադիմությամբ հպարտանում էին դասավանդող ուսուցիչները։ Հաճախում էր Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, պարբերաբար մասնակցում էր տարբեր մրցույթների, միաժամանակ հաճախում էր շախմատի խմբակ։ 7 տարի հաճախել է Մշակույթի տան փայտամշակման խմբակ, ունի սեփական քանդակներ։ Հաճախել է նաև կարատեի, ֆուտբոլի և բասկետբոլի խմբակներ։ Մայիսյան եռատոնին նվիրված պատանիների և աղջիկների միջև բասկետբոլի բաց առաջնություններում գրավել է առաջնակարգ տեղեր։ Զորիկը համեստ ու կարգապահ աշակերտ էր։ Նա սիրով էր սովորել բոլոր առարկաները, բայց ավելի խորն էր ուսումնասիրում մաթեմատիկա, շախմատ և անգլերեն առարկաները։ 4 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես ազնիվ, հոգատար և բարի մարդ։ Շատ մեծ պատասխանատվությամբ կատարում էր յուրաքանչյուր առաջադրանք։ Մեր Զորիկը այս դպրոցում սովորել է 7 տարի, առաջին դպրոցում։ Ճիշտն ասած, այս մասնաշենքում ինքը չի սովորել, որովհետև 7-րդ դասարանից արդեն փոխադրվել է ֆիզմատ դպրոց և ուսումը շարունակել է արդեն ֆիզմատ դպրոցում։ Ես պատիվ եմ ունեցել նրան դասավանդելու 2 տարի և լինելու այն դասարանի դասղեկը, որտեղ սովորել են նաև Զորիկը և Լևոնը։ 2 ընկերներ, 2 լուսավոր տղաներ, հրաշալի տղաներ։ Կարծում եմ ոչ մի մակդիր չի կարող բնութագրել նրանց, որովհետև նրանք իսկապես ուրիշ էին։ Նրանք իսկապես լավագույն, ազնվագույն տղաներ էին և ինձ համար մեծ ցավ է, որ պատերազմին զոհ գնացին մեծ թվով նման տղաներ։ Նա սովորել է այս դասարանում, տեղափոխվել է առաջի դպրոցից 7-րդ դասարանից մինչև 10-րդ դասարանը սովորել է մեր դպրոցում, այս դասարանում։ Նա նստում էր, մինչև այսօր շատ լավ հիշում եմ, նստում էր առաջի շարքի վերջին նստարանին, խորաթափանց աչքերով, համեստ, դաստիարակված։ Զորիկը կարելի է ասել ոչ մի անգամ նկատողություն չէր ստանում։ Միշտ գալիս էր պատրաստ, համեստ, հավասարակշիռ։ Նա եղել է իրոք որ լույս ազնվորություն մեր սրտերում և նրա աստղը երբևիցե չի մարի մեր սրտերում։ Զորիկ Շահրամանյանի հետ մենք 2014 թվականին ընդունվեցինք ֆիզմատ դպրոց, նույն դասարանը։ Եվ միանգամից հայտնվեց Զորիկը իմ ուշադրության կենտրոնում։ Նրա մեջ գրավիչ է համեստությունը, նրա բարությունը։ Մենք սկսեցինք շփվել և ընկերացանք մենք։ Միշտ էլ Զորիկը օգնում էր ընկերներին, ցանկացած իրավիճակներում, ցանկացած հարցով նա միշտ աջակից է լինում ցանկացածին, ում կարող է նա աջակից լինել։ Նա միշտ տարբերվում էր իր համեստությամբ, իր դաստիարակությամբ և իր բարությամբ։ Օգնում էր ամեն մեկին, նույնիսկ
կողմնակի ինչ-որ մեկին պատահած մի ինչ-որ մարդու, եթե նրա կայիքը կար։ Ծնվելով եւ մեծանալով սպայի ընտանիքում նա միշտ էլ այլ կերպ էր վերաբերվում ծառայությանը եւ առհասարակ ինչ կապված է բանակի հետ։ Հիշում եմ, թե ինչպես որ ամեն տարի հունվարի 28-ին ծանոթների էինք պատասխանում զորամասեր ուղարկելու համար, դա միշտ առանձնակի ոգևորությամբ եւ նվիրումով էր մոտիկայում այդ հարցին։ Միշտ նա ծառայությանը վերաբերում է շատ լուրջ եւ միշտ ասում օրեր հաշվում այսպես ասած, որ թե երբ կմեկնի նա ծառայության։ Зорик у нас начал заниматься с 2011 года. Учебный период 11-12, с 1 сентября. Отец Вахтанг привел его сюда, он занимался в этом зале, в этой школе. Примерно возраст его, как вот дети, вот в этом возрасте. Занимался до 2017 года. У него были успехи, достижения у нас в баскетболе. Он участвовал неоднократно в открытых первенствах детско-юношеской спортивной школе города Степанакерта, а также на республиканских соревнованиях. И неоднократно занимал призовые места, и первые, и вторые, и третьи. Но последнее его достижение это было 3-е место в 2017 году. Мы стали бронзовыми призерами чемпионата Армении. Когда мы разучивали какое-то упражнение, комбинацию, у него он любил до конца целеустремленно выполнять тихо, спокойно и никогда не жаловался. То есть он достигал все своим трудом, своим потом. Պատանի ժամանակահատվածում նա եղել է առույգ, կենսորախ եւ չարաճիճի երեխա, սակայն տարիների ընթացքում նա բնավորության գծերը փոխվել են եւ նա դառել է ինքնամփոփ, զուսպ, ինչպես նաեւ համարձակ եւ ինքնավստահ։ Զորիկը շատ է սիրում համակարգչային խաղերը, հիմնականում զինվորական ուղղվածությամբ, բացի դրանից նա հաճախել է տարբեր սպորտային եւ արհեստագործական խմբակների բազմաթիվ զորահանդեսներից առաջ եւ հետո նա միշտ սիրում էր ռազմական տեխնիկայի եւ ռազմական զենքերի հետ նկարվել, այդ սերը միշտ ես նկատել եմ իր մանկուց, քանի որ ինքը մեծացել է եւ դաստիարակվել է զինվորականի ընտանիքում։ Զորիկը տաղանդավոր էր, բավականին գեղեցիկ նկարներ էր նկարում։ Ընդունվելով ճարտարագիտական համալսարան չի հասցրել գոնե 1 օր դասի գնալ, քանի որ ընդունվելուց հետո զորակոչվել է պաշտպանության բանակ։ Ծառայում էր Արալեր զորամասում։ Հաշվի առնելով նրա մաթեմատիկական բարձր կարողությունները, զորամասի առաջին D20 դիվիզիոնի կառավարման դասակի հաշվարկողն էր։ 2 ամսվա ընթացքում նա հասցրեց վայելել հրամանատարության սերն ու հարգանքը։ Լավ էր տիրապետում նաև համակարգչային ծրագրերին։ Զորիկ Շահրամանյանը նշանակված է եղել նորակոչիկ իմ մոտ ծառայության ընթացքում։ Մարտունի 2-ում անցել ենք իրար հետ նորակոչիկ զինծառայողի փուլներ ենք անցել 50 օրվա ընթացքում։ Ստացել է դե իր նախնական զինվորական ծառայության կատարման կարգը, ոնց պիտի կազմակերպի։ Ես իր հետ անհատական զրույց անցկացնելու ժամանակ նկատել եմ, որ զինծառայողը առաջնահերթ այդ տպավորվածությունն ստեղծվել, որ գրագետ, բանիմաց զինծառայող է ու ունի մեծ ունակություններ։ Նշանակվելով Արալերի զորամասում D20 դիվիզիոնում որպես հաշվարկի համար, այնուհետև որպես հաշվարկող, քանի որ բարձր գիտելիքներ ունեմ, այո, մաթեմատիկայից ուժեղ է, հաշվարկողի հաստիքում են նշանակել զինծառայողին։ Դե ծառայություն տանում էր պարտաճանաչ, հրամանատարությունը արդեն բոլոր ճանաչում էին իրեն դեմքով ու որոշներն էլ անուններով գիտեին։ Ընկերասեր էր առաջնահերթ, մշտապես աշխատում էր կոլեկտիվը, իր անմիջական կոլեկտիվում հետ, որ ինքը շփվում է, լինի բարձր մակարդակով ու մեծանա այդ կոլեկտիվը։ Ոչ թե 2-3 հոգի, այլ ընդհանուր մարդկոցը դիվիզիոնը իր կոլեկտիվն էր, ինքը տենց էր համարում։ Որովհետև ես որպես դիվիզիոնի բարոյական ապահովման գծով տեղակալ մշտապես աշխատում էի այդ ուղղությամբ ու նկատում էի, որ իր մոտ այդ երևույթը բարձր մակարդակի վրա է։
կոլեկտիվ ընկերություն ստեղծելը։ Հրամանատարության կողմից էլ բոլորը ճանաչելով հանդերձ աշխատում էին այդ մարդու հետ շփվեն, պահեր կար, որ կապ չունի, որ ինքը ժամկետային զինծառայող էր, բայց իր գիտելիքների առումով ունենց իրավիճակ էր ստեղծել, որ արդեն մարդիկ կային, որ իրենից էին սովորում ինչ-որ բան էր, որը ընթացքում պետք էր գալիս իրենց մշտապես։ Ես ասեմ, որ այդ 50 օրվա ընթացքում մինչև նորակոչիկի դասընթացները ավարտելը հասցրել եմ ծանոթանալ իր ծնողների հետ, իր պապային լավ ճանաչում էի Վախթանգին, որովհետև նախկին զինծառայող էր։ Ես բազմիցս անակնկալ հաճախել եմ իրեն ծառայության ընթացքում և միշտ հետաքրքրվել հրամանատարների Զորիկի ծառայությունով, բոլորը խոսում էին դրական, կար ժամանակ պատմվածում, նա մեծ տպավորություն է թողել ամբողջ հրամանատարության վրա, բոլորը հարգում և սիրում էին որպես խելացի և ուժեղ տրամաբանությամբ զինվորի։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Զորիկը 2 ամսվա ծառայող էր, սակայն հասցրել էր լավագույնս տիրապետել հրետանային իր զենքի։ Հոկտեմբերի 10-ին հրետանային դիվիզիոնի անձնակազմը խնդիր է ստանում փոխել կրակային դիրքը։ Նույն օրը կեսօրին Ուրալ մագնիշի 3 մեքենաներով եւ հրանոթներով տեղափոխվում են Վարանդայի հատված, Ղաղաբազար տեղամաս, որտեղ թշնամին թիրախավորում է նրանց ստորաբաժանման շարասյունը եւ օդային հարված հասցնում մեքենաների ուղղությամբ։ Զոհվում է շարքային Զորիկ Շահրամանյանը, նրա ծառայեկից ընկերներ Մարտին Մանասարյանը, Երևան քաղաքից եւ Մեհեր Գրիգորյանը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից, իսկ 7 հոգի ստանում են մարմնական վնասվածքներ։ Նույն օրը տղաների անճանաչելի դարձած դիակները հանում են տեղանքից եւ տեղափոխում Հայաստանի Հանրապետություն դատաբժշկական փորձաքննության։ Զորիկ Շահրամանյանի հայրը լուրը լսելուն պես նա հասնում է տեղանք, սակայն չկարողանալով հայտնել այդ ծանր բոթը, նրան տեղեկացնում են, որ Զորիկը վիրավոր է եւ նրան հասցրել են Հայաստան։ Հայաստանում տեղեկանում է, որ այլևս չկա որդին։ Զոհվել է։ Մեկ ամսից հետո դատաբժշկական նույնականացման թեստի արդյունքում հաստատվում է Զորիկի մահը։ Հուղարկավորվել է նոյեմբերի 10-ին Եռաբլուր զինվորական Պանթեոնում։ Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը, ես անմիջապես մեկնել եմ Արցախ, սակայն բջջային կապ չունենալու պատճառով երրորդ օրը միայն հետաքրքրելով գտել եմ իրենց գտնվելու վայրը եւ անմիջապես հետաքրքրության տակ մեկնել եմ առաջնագիծ Զորիկի մոտ։ Զորիկը զարմանալով հարց տվեց. «Պապ, եկալս ինչանից, ծնողա եկալս աստերով էր, տվել եկալս, բայց միևնույն ժամանակ իր մոտ առաջացել է ոգևորություն եւ հպարտություն, որ հայրիկը հասել է իր մոտ»։ 2020 թվականի մարտական գործողությունները սկսելուն պես գտնվում է էլի որպես հաշվարկող իր դիվիզիոնի նույն մարտկոցում, խնդիրները կատարում էր բարձր մակարդակով, ոչ հոգեբանորեն ստրես էր ապրում, ոչ վախենում էր, տենց երևույթներ չէր նկատվում իր մոտ։ Կատարում էր իր խնդիրը բարձր մակարդակով, չուներ ոչ մի հետընթաց, նահանջի մտածելակերպ կամ երևույթ։ Ու այդ ամեն ինչն էլ տենալով մնացած ժամկետային զինծառայողներին կարելի ասել օրինակ էի ծառայում, որ մնացածն էլ այդ նույն ձևի շարունակեն, այդ ձևի խնդիրի կատարեն իրենց։ Իրա հիշատակը առաջնահերթ կասեի, որ ես ասում եմ մեծ հոգով կապնված է այդ մարդու հետ, իր հերն էլ էր անմիջական այդ պատերազմական գործողությունների մասնակից ու հենց իր հետ էր ընթացքում կարելի ասել մշտապես գալիս գնում էր
այդ մարտական գործողությունները, որտեղ որ իրենք կարակային խնդիր էին կատարում, կարակային դիրքում։ Իր ծնողը կարելի ասել մշտապես իր հետ էր խնդիր կատարելուց, որ էլի նաև ոգեշնչում է, որ զինծառայողը ավելի բարձր մակարդակով իր խնդիրը կատարի մարտական գործողությունների ընթացքում։ Ամեն մի զինվորից նայելով ես իմ եղբայրների դեմքն էի տեսնում, կարելի ասել։ Մի հատ աշխույժ զինծառայող երիտասարդ կարող է տվյալ 5-6 հոգու հոգեբանություն փոխել։ Զորիկը այդ փոխողներից մեկն էր։ Զորիկը չի նստում։ Զորիկը քիչ է նստում։ Ես մի բան եմ հասկանում, հա, այդ ամեն ինչից, այն ոգևորությունը, այն հայրենասիրությունը, այն կանչը, հա, պրոստը թույլ չէր տալի։ Միշտ պատրաստ, հա, ամուր կանգնած երկու ոտքի վրա։ Զորիկն ընտանիքի ավագն էր, ունի քույր եւ եղբայր Ելենան եւ Արմանը։ Զորիկը շատ էր կապված Արմանի հետ։ Վախթանգը պատերազմի առաջին օրվանից հասավ նրա մոտ, սակայն որդու զոհվելու օրը նրա կողքին չէր, առաջադրանք էր կատարում այլ տեղանքում։ Որդեկորույս մայրը Մանուշ Սահակյանը որպես սպեղանի տառապանքով լցված որդուն գիրք է գրել որդու մասին եւ իր միջոցներով հրատարակել «Արա լեռան Զորիկը» վերնագրով։ Զորիկի զոհվելուց հետո մեր ընտանիքի անդամներով որոշել ենք հրատարակել գիրք իր կյանքի գործունեության, ծառայության, դպրոցական ժամանակահատվածներից, որի հեղինակն է հանդիսացել Զորիկի մայրը 20-ամյակի կապակցությամբ կազմակերպել է շնորհանդես Հայաստանի Հանրապետության գրողների միության տանը, որից հետո մենք նպատակադրված ենք հնարավորության սահմանում կրկին վերահրատարակել Արա լեռան Զորիկը գիրքը եւ այն նվիրաբերել բոլոր ուսումնական հաստատություններին եւ զորամասերին։ Գրքում զետեղված են որդուն զոհված ստեղծագործություններ, դրվագներ նրա կյանքից, զինվորական ծառայության օրերի պատմություններ, հուշեր ու վկայություններ։ Մանուշ Սահակյանը կորստի ցավը զգացել է դեռ Արցախյան առաջին պատերազմի օրերին կորցնելով 23-ամյա եղբորը Արտակ Սահակյանին։ Մայրն ասում է, Զորիկը դեռ փոքրուց էր սիրում զինվորական համազգեստը, հատկապես հայրիկինը, երազում էր, որ մի օր ինքն էլ կհագնի։ Զորիկի զոհվելուց հետո հայրը այն համազգեստը, որն այդքան շատ էր սիրում որդին, դրել է նրա դագաղում։ Պատմում են, որ ծառայության ընթացքում հրամանատարի խնդրանքով Զորիկը մի գիշերում նկարել է Մոնթե Մելքոնյանի նկարը ու նվիրել հրամանատարին։ Նրա ստեղծած նկարները այդպես էլ մնացել են Արա լեռ զորամասում։ Խնդրել է ինձ, որ իր մոտից ուներ կտավ, որպեսզի բերեր այդ կտավի մեջ նկարչություն կազմակերպեր իր գործիքներով հանդերձ։ Բերել ենք այդ նկարչական միջոցները, ինքը անձամբ բերել է ու սկսել է այդ 50 օրվա ընթացքում մինչև ծառայությանը այդ նորակոչիկի դասընթացները ավարտելը սկսել է զբաղվել այդ նկարչության գործով։ Մոնթե Մելքոնյանի նկարներ նկարել ձեռքով, մատիտով։ Ու սիրուն ստացվել, ապա համերի մոտս դեմ մնացել է հակառակորդի երասկողության տակ էս պայդրությամբ։ Զորիկ Շահրամանյանի մասին չեն մոռանում եւ անունը վառ են պահում նրա հարազատ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում։ Դպրոցի բակում Արքայեն Արանջի ծառ է անվանակոչվել Զորիկի անունով, իսկ հայոց լեզվի եւ գրականության կաբինետն անվանակոչվել է համադասարանցիներ Զորիկի եւ Լևոնի անունով, որոնք անբաժան ընկերներ էին, երկուսն էլ անմահացել են 44-օրյա պատերազմում հավիտյան մնալով զինվոր։ Դասասենյակի պատը զարդարում են տղաների լուսանկարները, լավագույնների անվերջությունը։ Այսպես է վերնագրված նրանց հիշատակին արված պաստառը։ Նրա հիշատակը վառ են պահում նաև Ֆիզմատ դպրոցում, որտեղ парքի անկյունում տեղադրված հուշատախտակին հավերժություն դարձած տղաների հետ անհուն հայացքով մեզ է նայում Զորիկը։ Այժմ Արա լեռ զորամասի անձնակազմի տեղակայման վայրում парքի անկյուն է տեղադրված ի հիշատակ զորամասի զոհված տղաների, որտեղ նաև Զորիկ Շահրամանյանինն է։ Парքի անկյան մի կողքին էլ խնամքով դասավորված են Արա լեռան Զորիկը գիրքը եւ դիվիզիոնի տղաների նկարը։ Նրանց հիշատակը, նրանց մասին մեր հուշերն են մեզ նաև օգնում, որ կարողանանք ապրել մեզ համար ծանր այս օրերը, երբ մեր Արցախի գլխին սև ամպեր են կուտակվել եւ
շատ անորոշ ու ծանր օրեր ենք ապրում եւ մեզ մեծապես օգնում է նաեւ այն, որ մենք պարտավոր ենք այս հողում ապրել հանուն Զորիկի, հանուն Լևոնի, հանուն ընկած մեր մյուս տղաների։ Զորիկի եւ Լևոնի մասին շատ կարող եմ պատմել եւ համեստ մաքուր մտքով, մաքուր խղճով, հրաշալի տղաներ էին, ընկերասեր, սովորում էին շատ լավ եւ հատկապես նրանց գրավում էին տեխնիկական առարկաները, նրանք իսկապես ուրիշ են եւ իսկապես բարերը կարծես թե չեն հերիքում իմ զգացածը նաեւ արտահայտելու համար եւ ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել նաեւ նրանց ծնողներին, որովհետեւ ընտանիքում են ձևավորվել նման տղաները եւ ուզում եմ հավաստիացնել, որ մենք քանի դեռ ապրում ենք, քանի դեռ աշխատում ենք Արցախում եւ որտեղ որ լինենք, անկախ ամեն ինչից, նրանք մեր սրտերում են, միշտ մեզ հետ են եւ նրանց հիշատակը անմար է ու նրանց սխրանքը անմոռանալի։ Խոնարհումս Զորիկին, Լևոնի եւ Միքայելի, Խոսրովյան Դավիթի, մեր մնացած հազարավոր տղաներին ու նրանց ծնողներին։ Պատերազմից հետո մտածում էինք, որ դասարաններից մեկը կոչենք մեր տղաների անուններով զոհված։ Կոնկրետ այս դասարանը, որտեղ սովորել է Լևոնը եւ Լևոնի դասընկերն էր նաեւ Զորիկը, հայոց լեզվի եւ գրականության մեր դասասենյակն է, անվանակոչել ենք մեր հերոս տղաների անուններով։ Իսկ դպրոցի բակում նաեւ դուք կտեսնեք արքայախնձորի ծառը, որը մեր Զորիկի պատվին է նաեւ տնկված։ Պատերազմական այդ թողուբոհը մեծ հարված էր մեր ազգի համար։ Մեր դպրոցի աշակերտները եւս անմասն չմնացին այդ պատերազմին եւ ցավոք ունեցանք 7 զոհ։ Մեկը մեկից հայրենասեր, հայրենապաշտ, իրենց անձնազոհությամբ, նվիրումով, նրանք իրենց կյանքը երագույնը չխնայեցին հայրենիքի համար։ Պատերազմի ընթացքում այդպես առանձնակի լուր չունեինք Զորիկից։ Զորիկի կորուստը մեծ ցավ էր բոլորի համար, թե ընտանիքի, թե ընկերության եւ իր շրջապատի համար։ Բոլորն էլ նոր առնչվել է Զորիկի հետ, կարող են հաստատ կարող է ինչ-որ մի լավ բան պատմել Զորիկի մասին եւ դրա համար էլ մինչեւ հիմա էլ զգացում է նրա պակասը, հիշում ենք նրա նմաններին, նրանց կատարած գործը մեր համար, մեր հայրենիքի համար։ Вести о его гибели мы узнали позже, уже после боевых действий, после 44-дневной войны. Не только Зорик, но у нас есть еще баскетболисты, которые погибли. Мы хотели еще сделать турнир, посвященный погибшим баскетболистам, в том числе и Зорика. Ես կմաղթեմ մեր ազգին, որպեսզի այսօր այդ պատերազմ չլինի եւ համբերություն եմ ցանկանում բոլոր որդեքորոջ ծնողների, ցավը շատ դառն է, սակայն պիտի դիմանանք ու հաղթահարենք այդ դժվարությունները, հույս ունեմ, որ մենք կվերականգնենք մեր հայրենիքի սահմանները։ Բոլորս գլուխ ենք խոնարհում մեր զոհվածին ծառայողների առջև։ Սպա կլինի, զինվոր կլինի, այսօր համազգեստ են կրում զուտ է դառնումով, որ այն իրենց չարած գործը, չհասցրած գործը պետք է շարունակվի։ Պետք է հասցնվի նրան, որ մենք մեր գործարածը պետք է հետ վերադարձնենք, որովհետև իրենք պատերազմը տարել են այն մտածելակերպով, որ մեր տարածքներից մի թիվ հող չպետք է հասնի հակառակորդին։ Ու այդ ձևի մտածելակերպով, այդ ձևի կամքով պետք է մենք շարժվենք առաջ։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած քաջության եւ արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով
Պաշտպանության բանակի թիվ 25-918 զորամասի զինծառայող Շարքային Զորիկ Վախթանգի Շահրամանյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Որքան տաղանդավոր եւ շնորհալի տղաներ դարձան հերոսներ, անմահացան ու իրենց սխրանքներով հավերժ մնացին մեր պատմության էջերում։ Նրանք հավերժ ապրելու են ապրողած սրտում, հավիտյան մնալով զինվորական իրենց երդմանը հավատարիմ։ Փառք արա լեռան Զորիկին, հավերժ փառք իրենց կյանքը զոհած բոլոր նահատակներին։ Խոնարհվում ենք